Ընդամենը 3,2 միլիարդ դրամ։ Չէ, սա անշարժ գույքի գովազ չէ։ Վերջին 3 տարում Սևան համայնքի ճանապարհների հիմնանորոգման և նորոգման աշխատանքների վրա ծախսվել է 3,2 միլիարդ դրամ, որից 2,7 միլիարդ դրամի աշխատանքներն իրականացրել է Սևան համայնքի ավագանու անդամի ընկերությունը։ Ինչ ենք մենք ասֆալտը սիրում, ի վերջո, որովհետև ասֆալտը։ Պարզվում է վերջին 3 տարում Սևան համայնքի ասֆալտապատման 11 մրցույթներից 9-ում հաղթել է Սևան համայնքի ավագանու անդամի ընկերությունը։ Այդ ավագանու անդամը ընտրվել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյան դաշինքի ցուցակով։ Բացի այդ, ավագանու անդամը չի հայտարարագրել իր ընկերությունը, ինչը օրենքի խախտում է։ Ընկերությունը օրենքով սահմանված կարգով մասնակցել է գնումներին, իսկ գնումների մեծ մասում նրա հաղթող ճանաչվել է պայմանավորված չէ համայնքի ավագանու անդամ լինելու փաստով։ Ընկերությունը բարեխղճորեն կատարել է համայնքապետարանի հետ կնքված բոլոր պարտավորությունները, ասում է համայնքապետը։ Այստեղ մեր պատմությանը միանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նմանատիպ դեպքերով պայմանավորված շահերի բախման վերաբերյալ որոշումներ ունի։ Այս որոշումների, համայնքապետարանի պարզաբանման, կոռուպցիոն ռիսկերի ու շահերի բախման մասին կարող եք կարդալ Infocom-ում հրապարակված հոդվածում, որի հղումը կգտնեք նկարագրության բաժնում։ Եթե դուք էլ ձեր համայնքում նկատել եք չարաշահումներ կամ կասկածելի գործարքներ, ապա գրեք մեզ, եւ մենք կուսումնասիրենք դրանք։ Հետևեք մեզ, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, իսկ ես կվերադառնամ այլ հետաքրքիր պատմություններով։